Ես Ամիր Թելիբեչիրովիչն եմ, Լունյո մականունով։ Բոսնիայում շատերը մականուն ունեն։ Ինձ այդպես են անվանել, որովհետև շատ եմ քայլում։ Լունյո նշանակում է թափառաշրջիկ։ Ամիր Թելիբեչիրովիչը Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաքի Սարայևոյի բնակիչ է, բոսնյակ, մուսուլման։ Նա մասնագիտությամբ լրագրող է, հայտնի անց Սարայևոյում։ Ազատ ժամանակ էքսկուրսիաներ է անցկացնում Սարայևոյի պաշարման հիշարժան վայրերում։ Թեև քաղաքի ամեն փողոց, տուն ու հրապարակ, կամուրջ ու դաշտ հիշարժան վայր է, արյունով թաթախված, ռումբերով բզկտված և գնդակներով ծվատված։ Սարայևոն շրջափակման մեջ է եղել բոսնիական պատերազմի ամբողջ ընթացքում։ Սլովենիայից ու Խորվաթիայից հետո Բոսնիան երրորդ նախկին հարավսլավական երկիրն էր, որտեղ պատերազմ բորբոքվեց։ Պատերազմ, որ ցնցեց աշխարհը զոհերի և մարդկության հանդեպ հանցագործությունների թվով։ Դրամատիկ պատմություն ունի Սարայևոն։ Ավստրո-Հունգարիայի կազմում գտնվող այս քաղաքում 1914 թվականի հունիսի 28-ին սպանվեցին ավստրո-հունգարական թագի ժառանգորդ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը և նրա տիկինը Սոֆիան։ Սպանության մեջ մեղադրվեցին հարավային սլավոնների միավորման կողմնակիցները, ում թիկունքին կանգնած էր Սերբիան։ Սպանությունից մոտ մեկ ամիս անց Ավստրո-Հունգարիան Սերբիային 10 կետից կազմված վերջնագիր ներկայացրեց, ակնհայտ անընդունելի պայմաններով։ Եվ չնայած Սերբիան ընդունեց բոլոր պահանջները բացի մեկից, Կասյունյանը չգոհացրեց Բալկանյան հարևանի պատասխանը։ Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, ինչը հետագայում առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ հայտարարվեց։ Պատերազմի ավարտից հետո 1918 թվականին Փարիզյան կոնֆերանսում ստեղծվեց սերբերի, խորվաթների ու սլովենացիների թագավորությունը, որը 1929 թվականին ստացավ Հարավսլավիա անունը։ Բայց միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հարավսլավիան դարձավ հզոր և ազդեցիկ, երբ միջեթնիկ հարաբերությունների խրթին պատմություն ժառանգած բազմազգ պետությունը գլխավորեց հարավսլավական պարտիզանների լեգենդար առաջնորդ խորվաթի և սլովենուհու զավակ Իոսիփ Բրոզ Տիտոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հարավսլավիան մոտ 1 միլիոն զոհ տվեց, որից մոտ կեսը սերբեր։ Մեծաթիվ զոհերը ոչ միայն պատերազմի, այլ նաև միջեթնիկ կոնֆլիկտների արդյունք էին։ Ալբանացի ու խորվաթ զինյալները դաշնակից էին ֆաշիստներին, իսկ սովետական բանակի հետ կռվում էին բազմազգ պարտիզանական խմբերը, որտեղ մեծամասնությունը սերբեր էին։ Պատերազմի սկզբին ակտիվացան չեթնիկները, այդպես էին Բոսնիայում կոչում ռադիկալ սերբ մոնարխիստներին։ Նրանք զինված խմբավորումներ կազմավորեցին և սկսեցին պատերազմել ֆաշիստների դեմ։ Հետո էլ զենքը շուռ տվեցին սերբ պարտիզանների դեմ, որոնք միապետության հակառակորդներ էին։ Կարմիր բանակի և Տիտոյի ղեկավարած պարտիզանների հաղթանակից հետո սերբ ազգայնամոլ չեթնիկները և խորվաթ ֆաշիստ ուստաշները օրենքից դուրս հայտարարվեցին։ Հարավսլավիան վերակազմավորվեց սոցիալիստական դաշնային պետության 6 միութենական հանրապետություններով՝ Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա, Չեռնագորիա։ Երիտասարդ երկիրը սկսեց բարգավաճել եղբայրության և միության դրոշի ներքո։ Ինձ համար դժվար է Տիտոյին բնութագրելը, քանի որ նա իմ պապիկն էր։ Վախենում եմ կողմնակալ երևալ։ Լավ, փորձեմ հնարավորինս անաչառ լինել։ Ես նրան կբնորոշեի որպես քաղաքական գործիչ, որ դեպի ապագան էր նայում և լավ էր պատկերացնում այդ ապագան։ Նա հասկանում և ընդունում էր այն բոլոր պայմանները, որ անհրաժեշտ են բազմազգ պետության գոյատևման ու բարգավաճման համար։ Նա իրոք սիրում էր կրկնել եղբայրություն և միասնություն բառերը, խորհրդանիշներ,
որ մարդիկ պետք է ընկալեին ու հասկանային եւ սովորեին այդ ոգով ապրել։ Այն Հարավսլավիան, որ կործանեցին 1991 թվականին, իդեալական մոդել էր մի երկրի, որի տարածքում կարող էին ավելի քան 140 տարբեր էթնիկական խմբեր գոյատևել։ Հարավսլավիայում Տիտոյի իշխանության տարիներին ազգային ատելության որոշ բռնկումներ պատահում էին, բայց դրանք կամ անմիջապես ճնշվում էին, կամ լուծում ստանում դաշնային սուբյեկտների ինքնավարության ընդլայնման ճանապարհով։ Հասարակ մարդկանց մեծամասնության համար Հարավսլավիայի կազմաքանդմանն ուղեկցած դաժան պատերազմները շատ անսպասելի էին։ 1981 թվականին Տիտոյի մահից հետո Հարավսլավիայի տնտեսությունը խորը ճգնաժամ ապրեց, եւ կուսակցական ղեկավարությունը ի վիճակի չեղավ հաղթահարել այն։ Իրավիճակը փրկելու համար Արժույթի միջազգային հիմնադրամը շոկային թերապիայի ուղի առաջարկեց, ինչը երկրի իշխանությունները ստիպված ընդունեցին։ Արդյունքում հարյուրավոր պետական ձեռնարկություններ փակվեցին։ Դա մեծապես նվազեցրեց Տիտոյի եւ երկրի միասնականության պահպանման կողմնակիցների ժողովրդականությունը։ Ազգայնական կուսակցությունների եւ առաջնորդների ձեռքերը բացվեցին, զանգվածային լրատվամիջոցները դարձան ազգայնամոլների հիմնական զենքը։ Մեր գործիչները գերազանցեցին Գեբելսին ու նրա հանրահայտ սկզբունքը, թե 10 անգամ կրկնված սուտը ճշմարտություն է դառնում։ Օրը 1000 անգամ զանգվածային լրատվամիջոցները սուտ տեղեկատվություն էին հաղորդում, որ մարդկանց մոտ վախի կրիտիկական մասսա էր ստեղծվում։ Ոչ թե ատելության, այլ վախի։ Եվ 5 տարվա ընթացքում հասան նրան, որ մարդիկ սկսեցին վախենալ իրարից։ 1991 թվականին նախ Սլովենիան, իսկ հետո Խորվաթիան անկախություն հռչակեցին։ Սերբ ազգայնականները Միլոշևիչի գլխավորությամբ իրենց Հարավսլավիայի պաշտպան հայտարարեցին։ Նրանք ասում էին, թե փորձում են պաշտպանել երկիրը քայքայումից։ Սերբերը տարածաշրջանում հեգեմոն դեր ստացնեցին։ Դրությունը սրվում էր այն գաղափարով, թե Սերբիայի սահմաններից դուրս սերբերին ոչնչացում կամ բռնաձուլում է սպասում։ Բոսնիա-Հերցեգովինայի ղեկավարները հանդես էին գալիս Միացյալ Հարավսլավիայի պահպանման օգտին, բայց երբ պարզ դարձավ, որ նախկին Հարավսլավիան այլևս չկա, Բոսնիան ստիպված էր հետևել Սլովենիայի եւ Խորվաթիայի օրինակին։ 1991 թվականի հոկտեմբերին Բոսնիայի եւ Հերցեգովինայի պարլամենտը հավանություն տվեց երկրի անկախության հռչակագրին, բայց անկախության գաղափարը պաշտպանեցին միայն մահմեդականներն ու խորվաթները։ Բոսնիացի սերբերը հանդես էին գալիս Սերբիայի եւ Չեռնոգորիայի հետ միացյալ պետության գաղափարով։ 1992 թվականի փետրվարի 28-ի հանրաքվեն արձանագրեց ուժերի նույն հարաբերակցությունը։ Մահմեդականներն ու խորվաթները քվեարկեցին անկախության օգտին, իսկ սերբերը բոյկոտեցին հանրաքվեն, եւ Բոսնիայի արևելքում Պալե մայրաքաղաքով սեփական պետությունը հռչակեցին՝ Սերբսկա հանրապետությունը։ Ռադովան Կարաջիչը դարձավ նրանց առաջնորդը։ Հետագայում խորվաթներն էլ իրենց քաղաքական ղեկավարությունը ընտրեցին ու երկրի արևմտյան մասում Գերցեկ Բոսնա-խորվաթական հանրապետությունը ստեղծեցին Մոստար մայրաքաղաքով։ Ժամանակ անց միայն պարզվեց, որ միմյանց դեմ կռվող խորվաթ առաջնորդ Թուջմանը եւ սերբերի առաջնորդ Կարաջիչը գաղտնի համաձայնության էին եկել Բոսնիայի մասնատման վերաբերյալ։ Այդ երկիրը կործանեցին ոչ այն պատճառով, որ տեղի բնակիչները չէին ցանկանում համատեղ ապրել։ Այդպիսին էր բացասական քաղաքական կամքը այն իշխանությունների, որոնք եւ ուժ ունեին, եւ զենք։ Բոլորը իբր փորձում էին պահպանել Հարավսլավիան։ Բոլորը պայքար սկսեցին իբր Հարավսլավիայի համար։ Իրականում գրեթե բոլորը այս կամ այն կերպ փորձում էին առանձնանալ։ Մի խոսքով, մեկն ուզում էր Հարավսլավիան փրկել, մյուսը առանձնանալ, երրորդը ստիպել բոլորին Հարավսլավիայի կազմում ապրել, ու դրանից էլ ամեն ինչ սկսվեց։ Երբ պատերազմ սկսվեց, մարդիկ իրար հանդեպ դեռ ատելությամբ լցված չէին։ Նրանք վախենում էին միմյանցից, բայց ագրեսիվ չէին տրամադրված։ Տարբեր պատմություններ կարելի է լսել, թե ինչպես մի օտարական այլ երկրից եկավ, սպանեց առաջին զոհին, այրեց առաջին տունը, առաջին ռումբը նետեց։
Բոգումիլների սլավոնական քրիստոնեական եկեղեցին, որը գործում էր ներկայիս Բոսնիայի տարածքում, մահմեդականություն ընդունեց 14-ից 15-րդ դարերում Օսմանյան տիրապետության ժամանակ։ Դրանք ժամանակակից բոսնիացի մահմեդականների նախնիներն էին։ Տիտոյի օրոք Բոսնիայի մահմեդականները ազգության կարգավիճակ ստացան, ինչն ամրագրվեց սահմանադրությամբ։ Այսօրվա Բոսնիայում եւ Հերցեգովինայում նրանց բոշնյակ են անվանում, թեև մահմեդականներ արտահայտությունը նույնպես օգտագործվում է այս էթնիկական խումբը բնորոշելու համար։ Մինչ պատերազմական Բոսնիայում մահմեդականները բնակչության 43%-ն էին կազմում, սերբերը 31%, իսկ խորվաթները 17%-ը։ Սարայևոն, Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաքը, եղել և մնում է բազմազգ քաղաք։ Տեղաբնակները Սարայևյան շրջագիծ են անվանում տուրիստական այն երթուղին, որ 7 դերվիշներ մզկիթից ձգվում է դեպի սինագոգ, հետո դեպի կաթոլիկ տաճար ու հետո ուղղափառ եկեղեցի։ Այս եկեղեցում ավելի քան 200 տարի պահվում են մի երեխայի մասունքներ։ Լեգենդն ասում է, թե չար խորթ մայրը երեխային նետել է քաղաքի պարիսպներից վար աղբակույտի մեջ։ Երեխայի մարմինը գտել են 2 ամիս անց։ Այն ոչ միայն անվնաս էր, այլև անուշաբուրում էր։ Աճյունը մինչև այժմ պահվում է եկեղեցում։ Ահա արդեն 200 տարի ուղղափառ եւ մահմեդական կաթոլիկ եւ հուդայական կանայք, որ երեխա չեն ունենում, գալիս են սուրբ մասունքների մոտ։ Այստեղ եկեղեցու սրահում այն երեխաների լուսանկարներն են, որ հավատացյալներն ու աղոթողներն են ունեցել։ Դա մինչև պատերազմն էր։ Պատերազմից հետո արդեն մահմեդական կանայք այստեղ չեն գալիս։ Սարայևոն նաև թատրոնի, երաժշտության, արհեստների ու սրճարանների քաղաք է։ Լուրեր էին հասնում, թե ինչ որտեղ Սարայևոյի շրջակայքում Հարավսլավիայի ազգային բանակը վարժանքներ է անցկացնում։ Այնտեղ սարերում օլիմպիական կառույցների մոտ։ Բայց մարդիկ չէին հավատում, թե ինչ որ վտանգ է սպառնում։ Նրանք մտածում էին, թե վարժանքներն անցկացվում են հարձակման դեպքում Սարայևոն պաշտպանելու համար։ Չէ՞ որ իրավիճակը Հարավսլավիայում մանկայուն էր։ Ով եւ ինչու պետք է հարձակվի Սարայևոյի վրա, մտածում էին մարդիկ։ Պատերազմով բաժանված Սարայևոյի բնակիչները տարբեր կերպ են ներկայացնում սկիզբը այն ողբերգական իրադարձությունների, որոնք առաջին զոհերի պատճառ դարձան։ Ատելությունն իր գագաթնակետին հասավ մի հարսանիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս տաճարում սերբական ամուսնություն էր։ Մարդիկ անցնում էին եւ հենց այս կայանատեղիում ամեն ինչ պատահեց։ Մի մահմեդական սպանեց Փեսացոյի հորը եւ ամուսնության վկային։ Դա էլ առիթ դարձավ բոսնիական պատերազմի սկզբի համար։ Ականատեսների վկայությամբ 1992 թվականի ապրիլի 5-ից 6-ը այստեղ 2 աղջիկ զոհվեց։ Սաուդա Դելբիրովիչը եւ Օլգա Սուչիչը, Սարայևոյի պաշարման առաջին 2 զոհերը։ Մեծ խաղաղ ցույց էր։ Մարդիկ անվտանգություն էին պահանջում։ Այդ ժամանակ սարայևցիների մեծամասնությունը չէր հասկանում, որ իսկական պատերազմ է սկսվում։ Ուսանողների մի խումբ առանձնացել էր մարդկանց ընդհանուր հոսքից։ Դիմակներով ու սաղավարտներով ինչ-որ մարդիկ փակել էին մայրուղին եւ բարիկադներ սարքել։ Եվ ահա մոտ 100 ուսանողներ ցանկացան մոտենալ բարիկադներին։ Միանգամայն վստահ, որ իրենց վրա չեն կրակի։ Թե ինչ եղավ հետո չգիտեմ, իսկական քաոս էր։ Կամ այս տանիքից, կամ թե պատուհանից, գուցեև բարիկադի հետևից ինչ-որ մեկը սկսեց կրակել նրանց վրա։
Հավանաբար վախեցնելու համար։ Չգիտեմ, թե ինչու կրակեցին։ Կարևորն այն է, որ դա զոհերի պատճառ դարձավ։ Հետո Սարայևոյի ոստիկանության հակաահաբեկչական ուժերը միջամտեցին եւ սերբական զինված խմբավորումը հետ մղվեց դեպի Սարայևոյի շրջակա լեռները։ Այնտեղ էլ նրանք մնացին։ Եվ սկսվեց Սարայևոյի պաշարումը։ Մինչ շրջապատման օղակը մայրաքաղաքի շուրջ փակելը Կարաջիչը սերբերին 24 ժամ տվեց քաղաքը լքելու համար։ Շատերը մնացին ու պաշտպանեցին իրենց քաղաքը։ Գեներալ Յովան Դիվիակը նրանցից մեկն էր։ Նա ծագումով սերբ էր, պատերազմի սկզբին հարավսլավական ժողովրդական բանակի գնդապետ էր։ Բոսնիայի եւ Հերցեգովինայի պաշտպանության տերիտորիալ ուժերի շտաբի պետի տեղակալը։ Գլխավոր հրամանատարը մահմեդական էր, իսկ տեղակալները սերբ ու խորվաթ։ Սարայևոյի վրա առաջին հարձակումները ոչ թե Բոսնիայի բանակի դեմ էին, այլ անզեն մարդկանց դեմ։ Ապրիլի 4-ի 5-ի առաջին ռմբակոծություններից խաղաղ մարդիկ զոհվեցին։ Դա հակառակն էր այն ամենին, ինչ ես սովորել էի եւ ինչպես ռազմական գործն էի պատկերացնում։ Հարավսլավական բանակն անցավ սերբական քաղաքականության եւ Միլոշևիչի կողմը, որոնք սերբերին գերակա դեր էին տալիս այլ ժողովուրդների հանդեպ եւ նախատեսում էին նոր տերության, մեծ Սերբիայի հռչակումը։ Այդ իրավիճակում իմ կայացրած որոշումը հիմնված էր բարոյականության եւ էթիկայի սկզբունքների վրա։ Ես պետք է այն մարդկանց հետ լինեի, որոնց վտանգ էր սպառնում, անկախ նրանց ազգությունից։ Շատերն ինձ մեղադրում էին եւ իմ որոշումն անբարո համարում, գտնում էին, որ ես պետք է սերբերի կողմը բռնեի։ Միայն հարազատներս էին հասկանում, որ ինձ համար բնականը թույլերին պաշտպանելն էր։ Պատերազմի ժամանակ սերբերն այստեղ 80-ից 100 տանկ ու զրահամեքենա ունեին։ Մենք ոչ մի հատ։ Որտեղից ունենային։ Մեզ հարցնում էին. իսկ մահմեդական երկրները ձեզ չէին օգնում, բայց որտեղից կարող էին քաղաքում տանկեր, ինքնաթիռներ եւ ուղաթիռներ հայտնվել։ Ստորգետնյա անցուղին այնքան նեղ էր, որ երկուսով ուսուսի չէիր անցնի։ Մենք միայն թեթև զենք էինք կարողանում բերել, հակահետևակային եւ հակատանկային միջոցներ, բայց այնպիսի զենք, որ օգներ մեզ ճեղքել պաշարումը, մենք չունեինք։ Սարայևոյի օդանավակայանի տակով անցնող թունելը սկսել են գծել 1992 թվականի ապրիլից։ Օր ու գիշեր մարդիկ այս ու այն կողմ էին անում, ջուր էին բերում, բենզին, մթերք ու զինամթերք։ Ամենավտանգավորը թունելի ելքն էր։ Շատերն են դիպուկահարի կրակոցի զոհ դարձել, երբ ծանրաբեռնված դուրս են եկել գաղտնուղուց եւ նստել մի փոքր հանգստանալու երկար ճանապարհից հոգնած։ Մինչ այդ հումանիտար օգնությունը ընդհատումներով էր հասնում։ Քաղցը, ջրի անբավարարությունը եւ դեղորայքի բացակայությունը նույնքան վտանգավոր էին, որքան դիպուկահարի փամփուշտներն ու նռնակները։ Շրջափակված Սարայևոյի շուկայում ասպիրինի մեկ հաբը 1000 գերմանական մարկ արժեր։ Սարայևոյի պաշարումը տևեց 44 ամիս եւ մոտ 11000 զոհերի պատճառ դարձավ, որոնցից 1500-ը երեխաներ։ Գիտեք հայտնի ռուսական ռուլետկան, երբ փամփշտակալից հանում էին 6 փամփուշտ ու թողնում մեկը։ Մենք այստեղի իրավիճակը սարայևոյական ռուլետկա էինք անվանում, ռուսականի հակառակը։ Երբ մեկ գնդակ ես հանում եւ թողնում 6-ը։ Այդքան էր մեր սպանվելու հավանականությունը Սարայևոյի փողոցներում։ Ի տարբերություն սովորական պատերազմի, թեև ինչ է նշանակում սովորական պատերազմը ժամանակակից աշխարհում դժվար է ասել։ Ռմբահարումների սկիզբն ազդարարող շչակ չկար։ Մեզ ինքնաթիռներից չէին ռմբակոծում, այլ տանկերից, որ Սարայևոն շրջապատող լեռների լանջերին էին։ Եթե ինքնաթիռ լիներ, գոնե կլսեինք։ Տանկերի պարագայում երբեք չէինք կարող իմանալ։ Ռմբահարության սկիզբը երբ է։ Պայթած ռումբերի հետքերը քաղաքի բնակիչները Սարայևոյի վարդեր են անվանում։ Եթե պայթյունը մարդու մոտ էր լինում, բայց չէր վնասում նրան, ընդունված էր ասել. դե ինչ, իմ ռումբը դեռ չեն պատրաստել։ Դիպուկահարները մարդկանց սպանում էին ջրի եւ հացի հերթում, շուկայում եւ տանը, նույնիսկ թաղման արարողությունների ժամանակ։
Այստեղ նույն գերեզմանում թաղված են Սարայևոյի Ռոմեոն եւ Ջուլիետան, սերբ տղան եւ մահմեդական աղջիկը։ Նրանք դիպուկահարի զոհ դարձան, երբ փորձում էին անցնել կամուրջը եւ փախչել շրջափակված Սարայևոյից։ Սարայևոն չհանձնվեց, մարդկանց ոգու ամրությունը լեգենդ դարձավ։ Բազմաթիվ մտավորականներ մնացին պաշարված Սարայևոյում։ Անվանի ռեժիսոր միջազգային մրցույթների դափնեկիր Ահմեդ Իմամովիչը նրանցից մեկն էր։ Մենք այժմ մի խումբ ստեղծեցինք, որ հապավեցինք սագա, Սարայևոյի հեղինակների խումբ, եւ Սարայևոյի պաշարման 4 տարիների ընթացքում ամեն օր փաստագրական ֆիլմ էինք նկարահանում, եղած հնարավորության սահմաններում։ Երբեմն պարզապես կինոխցիկը դնում եւ արխիվային նյութ էինք նկարում քաղաքի ու բնակիչների մասին, որ 2 ժամից կարող էին արդեն զոհված լինել։ Քաղաքում աշխատում էին թատրոնները եւ ռմբակոծությունների ընթացքում փողոցներում երգիծական շոուներ էին կազմակերպվում, կինոփառատոներ ու համերգներ էին անցկացվում։ Թատրոն 55-ը, որ բազում միջազգային մրցանակներ է ստացել, միշտ բազմազգ է եղել ու չի փորձել հաջողանալ ազգայնամոլներին։ Աշխարհագրական դիրքը պաշտպանում էր թատրոնը դիմահար ռմբահարումներից, եւ դրա շնորհիվ մենք ամեն երեկո ներկայացումներ էինք խաղում պաշարված քաղաքում։ Երբ հոսանք չէր լինում, մոմերի լույսի տակ էինք խաղում։ Դերասաններն ու թատրոնի աշխատողները տնից տուն էին ընկնում, բայց ոչ թե հաց էին մուրում, այլ մոմ, որը քաղաք էր բերվում որպես հումանիտար օգնություն։ Գուցե պաթետիկ է հնչում, բայց մենք քաղաքակիրթ ձևով պատասխան տվեցինք բարբարոսությանը, վանդալիզմին եւ սարսափելի ագրեսիային։ Գիտեք, Սարայևոն սև հումորի, երգիծանքի եւ կատակի մեծ ավանդույթ ունի։ Դա ինչ որ չափով օգնում էր գոյատևել։ Օրինակ, այսպիսի մի զինվորական անեկդոտ կար։ Ինչու է Բոսնիան այդքան դժբախտ երկիր։ Որովհետեւ շատ մահմեդականներ ունի, բայց նավթ չունի։ Մեր մեծ եղբորը Քլինտոնին մենք անվանում էինք Բիլ Նեբիլ Քլինտոն, քանի որ նա ոչ մի կերպ չէր կարողանում որոշել՝ միջամտել, թե ոչ։ Մի օր մտածում էր, թե պետք է խառնվել, մյուս օրը, թե երևի կարիք չկա, երրորդ օրը իսկ գուցե միջամտենք, չէ՞ որ այստեղ նավթ եւ ուրեմն ամերիկացիների համար հետաքրքրություն չկար։ Իսկ մեզ մնում էր խրամատներ փորել եւ հուսալ, թե նավթ կգտնենք։ Այ հենց որ նավթ հայտնաբերեցինք, անմիջապես կհայտնվեն Ամերիկան, Ռուսաստանը, իսլամական պետությունները եւ կսկսեն նավթի համար պայքարել։ Մենք էլ կողք կքաշվենք, ինչպես ՄԱԿ-ի պաշտպանական զորքերն են անում եւ կասենք նրանց. պետք չէ կռվել, խաղաղ բանակցեք։ Բոսնիացի զինվորներ Սուլյոն եւ Մույոն վերադառնում են կրակագծից։ Դիպուկահարի կրակոցը կտրում տանում է Մույոյի ականջը։ Փնտրում են խոտի մեջ ու վերջապես գտնում ականջը, բայց Մույոն շարունակում է ինչ-որ բան որոնել։ Ահա ականջդ Մույո, ասում է Սուլյոն։ Մույոն էլ թե ինչի՞ս է պետք ականջս։ Ականջիս հետևը ծխախոտ կար, դա եմ փնտրում։ Գրաֆիտիի մասին էլ հայտնի պատմություն կա։ Ավստրո-հունգարական ժամանակներում կառուցված փոստի շենքի պատին ինչ որ մեկը մակագրություն էր արել։ Սա Սերբիան է։ Մի քանի օր անց մեկ ուրիշը ջնջել էր մակագրությունն ու ավելացրել։ Սա փոստն է, հիմար։ Հետո շենքն այրվեց, իր հետ տանելով մի ամբողջ պատմական դարաշրջան։ Միրյանան սերբուհի է, ծնունդով Բանյա Լուկայից։ Ամուսնացած է մուսուլմանի հետ, ապրում է Սարայևոյի արվարձաններում։ Համագյուղացի մահմեդականների եւ հնգամյա որդու հետ նա եղել է պատերազմի տարիներին սերբերի հիմնած բազմաթիվ համակենտրոնացման ճամբարներից մեկում Ռայլովացում։ Նրա բախտը բերել է։ Երկշաբաթյա սովից եւ սարսափից հետո մի խումբ կանանց շարքում նրան էլ փոխանակեցին։ Նրանց հանդեպ շատ դաժան էին վարվում։ Գիտեն, որ նրանց ծեծում էին, տանջում ու ծաղրում։ Չեմ տեսել, որ կանանց հետ էլ նման կերպ վարվեն։ Մեզ ընդհանրապես դուրս չէին թողնում։ Բաժանել էին 3-4 խմբի։ Տղամարդկանց առանձին էին պահում, հանգարում։ Երբ մեզ փոխանակելու տարան, տղամարդկանց առանձնացրեցին ու սպանեցին։
Իսկ մեզ փոխանակեցին, չգիտեմ էլ ում հետ։ Տարան այնտեղ, ուր մեծ պոմպակայան կա ու փոխանակեցին։ Միրյանան գործակատար է, խանութը հեռու է տնից, աշխատավարձն էլ ցածր, ոչ իրավունքներ ունի, ոչ ապահովագրում։ Լրացուցիչ աշխատում է ճամբարների կալանավորների միության կարի արտադրամասում։ Ամուսինն ու որդին աշխատանք չունեն, բավարարվում են պատահական եկամուտներով։ Շատ ժամանակ է անցել։ Հիմա մենք ուրիշ խնդիրների առաջ ենք։ Այստեղ ենք եկել տարի ու կես առաջ։ Համատարած գործազրկություն է, կյանքը մշտական պայքար։ Չեմ կարող ասել, թե անցյալն ամբողջովին մոռացել եմ, բայց առօրեական խնդիրները մի տեսակ կարծես վանել են հին ապրումները։ Ես իհարկե չեմ ուզում վերադառնալ, բայց չէի կարծում, թե նման վիճակում կհայտնվենք։ Հիշողությունների համար էլ առանձնապես ժամանակ չունեմ։ Միրյանան ամուսնացել է հակառակ իր եւ ամուսնու ազգականների կամքի, բայց սերը եւ հավատը, որ ամեն ինչ լավ կլինի, օգնել են նրանց համոզել ազգականներին։ Ոչ ոք չէր սպասում, թե պատերազմ կսկսվի ու ամեն ինչ գլխիվայր շուռ կգա։ Պատերազմի պատճառով խառն ընտանիքների կյանքը բարդացավ։ Եթե պատերազմը չլիներ, ամեն ինչ հրաշալի կլիներ, բայց պատերազմը ամեն ինչ ավերեց։ Պատերազմից հետո ամուսինս ոչ մի անգամ ազգականներից չի այցելել։ Որդիս պատերազմից հետո միայն մեկ անգամ է հանդիպել ծնողներիս։ Չի էլ ասում, թե ինչու չի ուզում այցելել։ Բոսնիայի ողջ տարածքում սփռված գերեզմանոցների տասնյակ հազարավոր հուշաքարերին մահվան նույն տարեթվերն են՝ 1992-1995։ Բայց մի հուշահամալիր կա, որտեղ 8000 անգամ կրկնվում է մահվան նույն օրը՝ 1995 թվականի հուլիսի 11-ը։ Դա Պոտոչարի գերեզմանոցն է, որտեղ հանգչում են Սրեբրենիցայի զանգվածային սպանության զոհերը։ Այստեղ սերբ գրոհայինները գեներալ Մլադեչի գլխավորությամբ 8-ից 10,000 մարդ են սպանել։ Նրանց իրական թաղման վայրը հայտնի չէ։ Որոնումներն ու մնացորդների էքսգումացիան շարունակվում է արդեն 14 տարի։ Խաթիջա Մեմեդովիչը այդ օրից ի վեր ապրում է սպասումներով։ Նախ սպասում էր, թե հարազատները ողջ կվերադառնան։ Հիմա սպասում է, որ գոնե 2 զավակների, ամուսնու, 2 եղբայրների և 4 զարմիկների աճյունները գտնեն։ 2007 թվականի նոյեմբերի 13-ին ինձ լուր բերեցին, թե գտել են ամուսնուս ու որդիներից մեկի աճյունները։ Ամուսնուս աճյունն ահավոր վիճակում էր։ Միայն 2 ոսկոր, բայց հաստատեցին, որ նա է։ Երեխան էլ իմն էր, բայց 2-ից որը չգիտեմ։ Ոչինչ չգտան։ Ոչինչ չգտան, որ ինձ հուշեր, թե որ մեկն է։ Երեխաներիս տարիքային տարբերությունը քիչ էր, 3 տարի։ Ու մինչ այժմ էլ չգիտեմ, թե զավակներիցս ում դին է գտնվել։ Իմ երեխան է, բայց առայժմ անանուն։ Սրեբրենիցան անկլավ էր, որը գտնվում էր ՄԱԿ-ի երկնագույն բերետավորների հոլանդական գումարտակի պաշտպանության ներքո և պատերազմական գործողություններից ազատ տարածք էր հայտարարված։ Սերբսկի հանրապետության բանակի հարձակումից պաշտպանվելով 13 համայնքի բնակիչներ փախել էին այստեղ։ Տասնյակ հազարավոր կանայք, ծերունիներ ու երեխաներ խմբվել էին Պոտոչարում ՄԱԿ-ի զինվորական բարակների շուրջ, իսկ անզեն տղամարդկանց շարությունը անտառների միջով փորձում էր հասնել բոսնիական բանակի դիրքերը։ Բայց նրանց հետապնդեցին։ 400 հաշտարարները չկարողացան դիմակայել բոսնիական սերբերի զինված ջոկատներին։ Մազապուրց եղած հատուկենտ ականատեսների պատմությունները գազանային ջարդերի մասին հետագայում հիմք հանդիսացան նախկին Հարավսլավիայի մասին Հաագայի տրիբունալի որոշման համար։
Բոսնիացի մահմեդականների զանգվածային կոտորածը Սրեբրենիցայում ճանաչվեց Եղեռն։ Զավակներին ամուսնացնելու, թուռ պահելու եւ գործարան սարքելու փոխարեն մենք Պոտոչարն ենք սարքում։ Ամեն տարի հուլիսի 11-ին այստեղ ենք գալիս։ Սա է մեր կյանքը։ Եվ սա է մեր միակ ուրախությունը։ Երիտասարդությունը մեկ անգամ է լինում, այն հնարավոր չէ վերադարձնել, կրկնել։ Եթե ամբողջ աշխարհն իմը լիներ, ամեն ինչ կտայի նաև մորս ու հորս, եղբայրներիս ու քույրերիս, բոլորին ու ամեն ինչ, մեկ երեխայիս դիմաց։ Ako ne mere oba da nekom dadu jedno. Tu je sve rečeno. Պետք է աղոթել Աստծուն ու ամեն ինչ անել, որ աշխարհում ոչ մի տեղ երբևէ Սրեբրենիցան ու Պոտոչարն չկրկնվեն։ Խաթիջան զայրանում է, որ աճյունների էքսգումացիան եւ հանցագործների որոնումը դանդաղ է ընթանում, որ գազանությունների շատ հեղինակներ հանգիստ ապրում են ազատության մեջ ու նույնիսկ պաշտոններ զբաղեցնում Սրբսկա հանրապետության ուժային կառույցներում։ Սրեբրենիցան պատերազմից հետո էլ մահմեդական գաղութ մնաց սերբական միջավայրում։ Հիմա այն Սրբսկա հանրապետության մասն է։ Մոստար քաղաքը Բոսնիայի արևմուտքում է։ Քաղաքն իր անունը ստացել է աշխարհում հանրահայտ Փայտե կամրջից, օսմանյան վարպետների ճարտարապետական գլուխգործոցից։ Իսկական կամուրջը խորվաթական բանակը պայթեցրել է 1993-94 թվականների խորվաթա-մուսուլմանական պատերազմի ժամանակ։ Մինչ պատերազմական Մոստարում բնակչության 1/3-ը բոշնյակ էր, 1/3-ը խորվաթ և 1/5-ը սերբ։ Խորվաթներն ու մահմեդականները 1992-ին համատեղ դիմակայեցին սերբերի հարձակումներին, հետո զենքը շրջեցին իրար դեմ։ Քաղաքացիական բնակչության դեմ հանցանքներ են գործել թե մուսուլմանական զինված խմբավորումները, թե բոսնիացի խորվաթների ջոկատները և թե խորվաթական բանակը։ Կամուրջը վերականգնվել է, բայց մարդիկ կասկածում են, թե երբևէ կվերականգնվի քաղաքի ու մարդկանց միասնությունը։ Նույնիսկ 13 խաղաղ տարիներից հետո Մոստարում բազմաթիվ ավերված շենքեր կան։ Բարերարներն ու հիմնադրամներն օգնում են վերականգնել երբեմնի յուրահատուկ գեղեցիկ քաղաքը։ Հանրահայտ տենոր Լուչանո Պավարոտին Մոստարում մշակութային կենտրոն է հիմնել, որտեղ տարբեր ազգությունների երեխաներ են հաճախում։ Դիմակայել ազգայնամոլությանը կարգախոսը դարձել է Բոսնիայի հյուսիս-արևմտյան շրջկենտրոնի մեծությամբ 4-րդ քաղաք Տուզլայի նշանաբանը։ Քաղաքի անունը թուրքերեն աղ բառից է։ Տուզլայում բազմաթիվ առողջարար աղերով հարուստ աղբյուրներ կան։ Հենց Տուզլայում էր օսմանյան, հետո ավստրո-հունգարական օկուպացիայի դեմ պայքարի կենտրոնը, նաև ֆաշիզմի դեմ պայքարի կենտրոնը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Մինչև պատերազմը տարբեր հաշվարկներով Տուզլայում ընտանիքների մոտ կեսը խառն ամուսնական զույգեր էին։ Պատերազմից հետո էլ այստեղ առավել քան որևէ այլ վայրում հաջողվեց պահպանել բազմազգությունը։ Տուզլայի Քամելեոն ռադիոկայանը ամենաժողովրդականներից է Բոսնիայում։ Պաշարման 10 ամիսների ընթացքում Քամելեոն ռադիոկայանը բնակիչների հույսի ձայնն էր։ Ամեն ինչ սկսվեց 1989 թվականին։ Ես երիտասարդ էի ու երազում էի մոտոցիկլետ ունենալ։ Իմ սիրելի երաժշտությունը լսել եւ ազատ ապրել։ Դա 60-ականների մեր սերնդի երազանքն էր։ Երբ սկսվեց պատերազմը, ես կամավոր բանակ գնացի։ Դա պատվի հարց էր։
Բոլորը կամավորվեցին, եւ բոլորն ուզում էին այստեղ մնալ, հարազատների հետ։ Քամելիոն ռադիոկայանը եթեր դուրս եկավ 1992 թվականի դեկտեմբերի վերջին, երբ ամբողջ թափով պատերազմ էր գնում։ Խնդիրներից մեկը Բելգրադից հնչող ապատեղեկատվությանը օբյեկտիվ տեղեկատվություն հակադրելն էր, բայց ամենակարևորը ռադիոն պետք է մարդկանց ոգին պահեր, որ նրանք երաժշտություն լսեին, պարզ մարդկային խնդիրներ քննարկեին եւ կուլ չգնային պատերազմի տրամաբանությանը։ Դա սովորական քաղաքային ռադիո էր, առանց ազգայնամոլության նշույլի։ Փորձում էինք զրուցել ամենաառօրեական հարցերի շուրջ։ Մարդկանց դա դուր էր գալիս։ Նրանք երաժշտություն էին լսում ինչպես խաղաղ օրերին, որևէ տարբերություն չկար։ Նրանք ստույգ գիտեին, թե երբ ենք եթեր դուրս գալիս։ Կարդում էինք մի լուր, նռնակի պայթյուն էր հետևում։ Երկրորդ նորությունն էինք կարդում, կրկին պայթյուն։ Եվ այսպես շարունակ, բայց եթերը չէր կարելի ընդհատել։ Նռնակները պայթում էին մեր հարևանությամբ, իսկ մենք շարունակում էինք ուղիղ եթերում նորություններ կարդալ։ Մարդիկ մեզ ավտոմեքենաների մարտկոցների շնորհիվ էին լսում։ Մի 2 կտոր լարից ինքնաշեն ռադիոյին սարքում ու լսում մեր հաղորդումները։ Մեզ զանգահարում էին Տուզլայի շրջանի ողջ տարածքից։ Պատերազմը 130 հազարանոց քաղաքի 1200 բնակչի կյանք խլեց։ 25,000-ը մնաց անօթևան։ Պատերազմի ավարտին քաղաքին ամենասարսափելի հարվածը հասցվեց։ Ռումբերից մեկը պայթեց հրապարակում զբոսնող երեխաների խմբի մոտակայքում։ 1 րոպեում 71 երեխա զոհվեց։ Ծնողները որոշեցին երեխաներին միասին թաղել այգում, ծառերի մեջ, ծաղիկների ու խոտերի, կյանքի ու սիրո հարևանությամբ։ Ասում են, թե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Օհայոյի Դեյթոն քաղաքում հակամարտության 3 կողմերի ղեկավարներին Իզիտբեկովիչին, Միլոշևիչին եւ Թուջմանին փակել է սենյակում եւ բաց չի թողել, մինչեւ խաղաղության համաձայնագիր չեն ստորագրել։ Ասում են նաեւ, թե Միլոշևիչն էլ հետագայում բոսնիացի սերբերի ղեկավարներին է փակի տակ դրել ու բաց չի թողել, մինչեւ խոստացել են դադարեցնել զինված դիմադրությունը։ Ժողովուրդը Դեյթոնյան համաձայնագիրը Դեյթոնյան անհամաձայնագիր է կոչում։ Այդ փաստաթղթի համաձայն Բոսնիան մնաց միասնական, բայց իրականում մասնատված։ Սերբերը ստացան Բոսնիայի տարածքի 49%-ը, որտեղ հիմնադրեցին Սրբսկա հանրապետությունը, Բանյա Լուկե մայրաքաղաքով, իսկ խորվաթներն ու մահմեդականները մնացած 51%-ի վրա սեփական դաշնությունը ստեղծեցին, որ էթնիկական սկզբունքներով բաժանված է 10 կանտոնների, մարզերի։ Բոսնիան 3 բանակ ու 3 ոստիկանություն ունի, կրկին ըստ էթնիկական սկզբունքների։ Սահմանները գծվել են, բայց դրանցից դժգոհ են եւ բոսնիակները, եւ բոսնիացի սերբերը, եւ խորվաթները։ Վոյսկո Սրբսկոն ներկայիս Սրբսկա հանրապետությունը տարածքի 49%-ը ստացավ, երբ սերբերի թիվը պատերազմից առաջ 33% կամ ավելի քիչ էր։ Այսօր Սրբսկա հանրապետության բնակչության 95%-ը սերբեր են, իսկ որտեղ են բոշնյակները, որ առաջ այդտեղ մեծամասնություն էին կազմում։ Կարծում եմ չէր կարելի այդպես վարվել։ Մեզ ստիպեցին ընդունել այդ որոշումը։ Ժամանակակից Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքական կարգն արտացոլում է 3 համայնքների մեկուսացումը։ Դեյթոնյան համաձայնագիրը մեծ հաջողություն էր 1995-ին, այն դադարեցրեց դաժան պատերազմը։ Բայց այսօր պետության նման կարգն արդյունավետ չէ, խանգարում է տնտեսության զարգացմանը, խորացնում բյուրոկրատիան եւ խթանում կոռուպցիան։ Ձևականորեն երկիրը ղեկավարում է կառավարությունը, որն իրականում լծակներ չունի։ Այն կազմված է 3 անդամ ունեցող նախագահությունից, մեկը բոսնիացի մուսուլման, մեկը սերբ, մեկը խորվաթ։ Նրանք հերթով 6 ամիս ժամկետով դառնում են Բոսնիայի եւ Հերցեգովինայի նախագահ։ Մեր պետությունն իրականում ոչ թե քաղաքացիական պետություն է, այլ 3 ազգությունների պետություն։ Իմ կարծիքով կարևոր չէ՝ դու սերբ ես, խորվաթ թե բոսնյակ։
կարևորը թե ինչ մասնագետ ես։ Օրինակ, մեր 3 նախագահները ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել ազգային տոների վերաբերյալ, բացի մայիսի 1-ից, աշխատանքի տոնից։ Պարզ ասեմ, ես 12.5 տարեկան որդի ունեմ եւ երբեք չեմ կարող վստահ լինել, թե նրան այստեղ պայծառ ապագա է սպասում։ Չեմ կարող։ Այնինչ մենք կարող էինք իրավիճակը բարելավել, եթե միջազգային հանրության համար փորձադաշտ չլինեինք։ Բոսնիան փաստացի ղեկավարում է միջազգային ներկայացուցիչը։ Նա է իրավասու որոշում ընդունելու, եթե 3 նախագահները համաձայնության չեն գալիս։ Հենց նա է ազգային հիմնի, դրոշի եւ զինանշանի մասին որոշում ընդունել։ Նա է ավտոմեքենաների համարանիշների համակարգ մշակել, ըստ որի հնարավոր չէ որոշել, թե մեքենան որ էթնիկական մասից է։ Նրա իրավասությունների մեջ է հեռացնել այն քաղաքական գործիչներին, ովքեր խոչընդոտում են Դեյթոնյան համաձայնագրի իրականացման։ Բոսնիայի տնտեսությունը գրեթե ամբողջովին ապահովվում է միջազգային հանրության կողմից, բայց դժվար է գտնել բոսնիացի, որ չդժգոհի հենց այդ միջազգային հանրությունից։ Սեփական գործիչներին էլ է հասնում, թե անցյալի եւ թե ներկայի սխալների համար։ Այն բանի համար, որ Բոսնիան դեռ ինքնուրույն պետություն չէ, որ որևէ տնտեսական աճ չկա, գործազրկության եւ կոռուպցիայի համար։ Նրանք, ովքեր պատերազմ են տեսել, չեն կարող մոռանալ այն։ Բանյա Լուկեի հաշմանդամների միությունում սոցիալական ռեաբիլիտացիա անցնող սերբերը, խորվաթներն ու մահմեդականները գիտակցում են, որ այսօրվա խաղաղությունը փխրուն է, եւ մտովի 90-ականներն են վերադառնում, փորձելով հասկանալ, իրոք պատերազմն անխուսափելի էր։ Դրագանը Սրբսկա հանրապետության բանակում է եղել։ 1995-ին կորցրել է ոտքը։ Ականի բեկորները կտրատել են երակները։ 18-ամյա երիտասարդի համար դժվար է կողմնորոշվել, թե ինչպես տնօրինի կյանքը։ Քչերն են այդ տարիքում ունակ լուրջ որոշում ընդունել։ Ես նույն վիճակում էի, ինչ բոլոր հասարակ մարդիկ։ Բոլորը պետք է պետության կոչով զորակոչվեին, ու ես էլ գնացի ու զինվոր դարձա։ Ոչ ոք կամավոր չէր գնա, եթե իմանար, թե ոտք է կորցնելու կամ զոհվելու է։ Հավանաբար իմ երջանկությունն է, որ զանգվածային կոտորածներ ու նման բաներ չեմ տեսել։ Իմ երջանկությունն է, որ ամենայն հավանականությամբ հոգեբանական տրավմա չեմ ստացել։ Քաղաքական վերնախավին այլևս չեն հետաքրքրում պատերազմի հաշմանդամները։ Միայն միջազգային կազմակերպություններն են օգնում նրանց պայքարել լիարժեք կյանքի համար, սոցիալական ռեաբիլիտացիա անցնել, մասնագիտություն ձեռք բերել։ Ընկեր ունեմ Իբրահիմ Բայրիչը, որ աշխատում է մեր միությունում։ Նաև Ալիա Ֆիլանը, որ պատերազմում վիրավորվել է եւ կորցրել է ձեռքի 2 մատները։ Նա ինձ այսպես է ողջունում. 3 մատներով։ Մենք ընկերներ ենք։ Սարայևոյում դա նորմալ է։ Մարդիկ, որ տուժել են, պայքարել են իրար դեմ, նորմալ ապրում են համատեղ։ Պատերազմից հետո նրանք խաղաղ կյանք են ուզում եւ նորմալ աշխատանք։ Հետպատերազմյան զարգացումները հուսախաբություն բերեցին շատ բոսնիացիների։ Գեներալ Յովան Դիվյակը պատերազմից հետո բազմիցս ճնշումների է ենթարկվել որպես ոչ հիմնական ազգության ներկայացուցիչ։ Նա հանդես է գալիս այն բոսնիակ ազգայնամոլներին պատժելու եւ դատապարտելու օգտին, ովքեր պաշարման ժամանակ հալածել են սերբերին Սարայևոյում եւ Արվարձաններում։ Նա պայքարում է բոսնիական բանակը բազմազգ պահելու համար։ Ես նամակ հղեցի Իզիդ Բեգովիչին, Բոսնիա-Հերցեգովինայի նախագահին, եւ քաղաքացիական անհանդուրժողականություն դրսևորեցի հրաժարվելով գեներալի կոչումից, որովհետեւ ներկայումս այնպիսի մարդիկ են կոչումներով պարծենում, որ արժանի չեն դրան, ոչ արարքներով, ոչ էլ կրթությամբ։ Այսօր Յովան Դիվյակը ղեկավարում է Բոսնիայի ապագան կրթությունն է հիմնադրամը, որն օգնում է որբերին արտասահմանում ուսանելու կրթաթոշակներ ստանալ։ Ամեն ինչ վկայում է, որ խաղաղությունը վերադարձել է Բոսնիա, եւ ոչ ոք նոր պատերազմ չի սպասում։ Բայց Բոսնիայի տարբեր մասերում տարբեր ազգությունների մարդիկ այսօր փորձում են հասկանալ, թե արդյոք հնարավոր է իրական հաշտություն։
Իմ դպրոցական ընկերները եւ նրանք, ում հետ ես խաղում էի, մահմեդականներ, սերբեր, խորվաթներ էին եւ մենք միասին ընկերություն էինք անում։ Իսկ հիմա պատերազմից հետո ես գրեթե չունեմ մահմեդական ծանոթ։ Հազվադեպ եմ կարողանում նրանցից որևէ մեկի հետ հանգիստ զրուցել։ Որոշակի հարգանք մնացել է, բայց հեռավորության վրա։ Այն մարդիկ, ովքեր անմիջականորեն մասնակցել են հանցագործություններին, պետք է պատասխան տան։ Այդ պարագայում ի հայտ կգան նրանք, ովքեր հրամաններ են արձակել։ Հաշտություն չի լինի, եթե ամեն ոք պատասխան չտա պատերազմի ժամանակ իր կատարածի համար։ Պատերազմի սկզբին Սվետլանա Բրոզը Բելգրադից Սարայևո եկավ։ Սրտաբան լինելով նա սկսեց բուժել մարդկանց, ովքեր զուրկ էին պատերազմի պայմաններում բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Պատերազմի վերջին Սվետլանան մի գիրք հրատարակեց «Լավ մարդիկ վատ ժամանակներում» վերնագրով։ Ես աշխատել եմ համապատրաստից կազմակերպվող կարդիոլոգիական կաբինետներում, որտեղ ինձ համար բացահայտեցի տարբեր էթնիկական խմբերի ներկայացուցիչների ապշեցուցիչ պոտենցիալը։ Մարդիկ օգնում էին իրար ու փրկում, թեև այդ քաղաքացիական խիզախության գինը հաճախ սեփական կյանքն էր։ Նրանցից շատերին, որպես մեծ ազգի գաղափարների դավաճանների, սպանում էին հենց իրենց էթնիկ խմբի անդամները։ Ու երբ տեսա, թե մարդկայնության ինչ պոտենցիալ կա, մարդիկ ինչպես են օգնում իրար, զգացի կյանքի թաքնված շերտը։ Ես մի կողմ դրեցի կարդիոլոգիական գործիքներն ու ձեռքս առա ձայնագրիչը։ Սկսեցի վկայություններ հավաքել, որոնք կարող են մեզ ապագայի հույս ներարկել, որովհետև այս մարդիկ իրենց արարքներով ապացուցեցին, որ համատեղ կյանքն այս տարածքում հնարավոր է անգամ անհնարին պայմաններում։ Սարայևոյի թատրոն 55-ը իր բեմահարթակն է տրամադրել Բելգրադի թատրոնին։ Գլխավոր ռեժիսորը կարծում է, որ նախկին Հարավսլավիայի մարդկանց համար համագործակցությունը միանգամայն բնական է։ Չկա միություն եւ եղբայրություն։ Մենք այլևս քույրեր ու եղբայրներ չենք, բայց մենք նույն կամ նման մշակույթի կրողներ ենք։ Եվ այստեղ ես միայն առավելություններ եմ տեսնում։ Առանց լեզվի խոչընդոտի համեմատել մեր գործերը, մրցակցել, դրական լիցքեր փոխանցել։ Ահա ամենակարևորը։ Այսպիսի միասնությունը արհեստական չէ, քաղաքականությամբ պարտադրված չէ, այլ բնական իրավիճակ է, երբ մշակույթները լրացնում են միմյանց։ Ես կուզեի, որ ինձպես մտածողները այնպիսի երկրում ապրեին, որտեղ ոչ ազգություն կա, ոչ հավատ, որտեղ մարդիկ սիրով են։ Ահա թե ինչ ես կուզեի։ Իսկ այստեղ չգիտեմ։ Եթե մոտս 1000 սերբ երեխա բերեին եւ նրանց մեջ այն չեթնիկ չարագործի երեխան լիներ, որ իմ զավակներին է սպանել, ու ասեին, արա ինչ ուզում ես, վրեժ լուծիր քո որդու համար, ես չէի կարողանում։ Ամիր Թելեբեչիրովիչը ամուսնացած է ուղղափառ սերբուհու հետ եւ այդտեղ տարօրինակ ոչինչ չի տեսնում։ Սովորական դեպք էր դա։ Հայրս վիրավորվել էր եւ նրան երկար տանում էին հիվանդանոց, որովհետեւ շրջանցում էին դիպուկահարների դիրքերը։ Հիվանդանոցում հոսանք չկար։ Նա երկար սպասեց իր հերթին եւ արյունակամ եղավ։ Իմ բախտը բերել է, որ պատերազմի պատճառով ուրիշների նման չեմ սկսել ատել։ Ամեն ոք սեփական ողբերգությունն ունի։ Ատելությունը սիրո նման է, չես ընտրում, դա պատահում է քեզ հետ։
Չես կարող ինքդ քեզ ասել. «Ամիր, այսօրվանից դու պետք է սիրես կամ ատես»։ Ինքն իրեն է լինում։ Փառք Աստծո, ես փրկվել եմ ատելությունից եւ կարող եմ շարունակել ապրել։ Ja,